Լսում ենք Սամվել Կարպետյանի ընտրակաշառքի վրա բռնված թիմակիցների խոսակցությունները ու ոնց որ դժոխքի անոնսը լինի։ Դուք պատկերացնում եք սրանք հանկարծ Հայաստանում կրկին իշխանություն զավթեն։ Ինչպիսի զազրելի, քստմնելի եւ արհամարական վերաբերմունք սեփական քաղաքացիների հանդեպ։ Մեկին ասում են շալվար կտանք, բայց կարճակը երկարացնես կհագնես։ Էմիսին ասում են երեխու ուսման վարձը կտանք, բայց 50,000-ով բավարարվի։ Երրորդին ասում են կգաս հետներս միտինգ, ձեռդ փող կֆռա։ Այսենց ուզում են մարդկանց դարձնեն իրենց գրպանին նայող, իրենց թուլափայից կարճած հնազանդ հպատակների հանրություն, պետությունն էլ դարձնեն մեկ այլ պետության գրպանային պետություն։ Հասկանում եք, եթե սրանք հանկարծ Հայաստանում իշխանություն զավթեն ոչ միայն արտաքին պատերազմ է անձազերծվելու, այլև ներքին։ Այն օլիգարխների ջարդարար ջոկատներն ու հրոսակախմբերը, որ 18 թվականի հեղափոխությունից հետո մտել են պատվալներ, այդ պատվալներից նոր ախորժակով դուրս են գալու այդ ջարդարար ջոկատներն ու հարձակվեն ժողովրդի վրա եւ հասարակությանը ծվեն անեն ներսից։ Բայց մենք դա թույլ չենք տալու եւ դուք ճաղերի ետևում երկար մտածելու ժամանակ եք ունենալու ձեր տխուր վախճանի մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։